Արան Նինսոնի վախճանվելուց քիչ տարիներ առաջ խնամակալ դարձավ իր հայրենիքին, Նինսոնից նույնպիսի շնորհի արժանանալով, ինչպես իր հայր Արամը։ Բայց այն վավաշոտ անարակ Շահմիրամը շատ տարիներից ի վեր նրա գեղեցկության մասին լսած լինելով, ցանկանում էր նրան տեսնել, բայց հայտնի կերպով չէր համարձակվում որև բան անել։ Իսկ Նինսոնի վախճանվելուց կամ գրեթե փախչելուց հետո Շահմիրամը իր ախտը համարձակ պատվելով, Արա գեղեցիկի մոտ պատգամավորներ է ուղարկում ընծաներով ու նվերներով շատ աղաչանքներով ու պարկների խոստումով խնդրում է գալ Նինվե իր մոտ կամ իրեն կին առնել ու թագավորել այն ամենի վրա, որոնց տիրում էր Նինսոնը, կամ նրա ցանկությունը կատարել ու մեծամեծ նվերներով խաղաղությամբ իր տեղը դառնալ։ Երբ պատգամավորները շատ անգամ երգեկություն կատարեցին, Արան չհամաձայնվեց։ Շահմիրամը սաստիկ չարանալով պատգամավորությունը դադարեցնելուց հետո, վերցնում է իր զորքի բազմությունը, շտապում է գնալ հասնել Հայաստան, Արայի վրա։ Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվում է, Արան էլ ընկնում է պատերազմի մեջ։ Շահմիրամը Արային մեռած գտնում է քաջամարտիկների մեջ։